Ես գիտեմ, որ դուք մտերիմ եք եղել նաև Ռուբեն Վարդանյանի հետ, երբ եք վերջին անգամ իրեն տեսել ձերբակալվելուց։ Ֆիզիկապես տեսել։ Այո, ֆիզիկապես տեսել։ Ֆիզիկապես տեսել եմ վերջին անգամ նրան Արցախ գնալուց առաջ, իսկ ֆիզիկապես շփվել եմ իր հետ իր ձերբակալուց մի քանի ժամ առաջ։ Մի քանի ժամ առաջ։ Եվ ինչ եք զրուցում։ Դե խոսում ենք ինչ է կատարվում, ինչ չի կատարվում։ Խոսում ենք նրա մասին, որ միգուցե պետք է Ռուբենը վերադառնա ինչ որ կերպ նա կտրականապես ասաց, որ ոչ նա մնալու այստեղ ու մնաց։ Եվ հենց այդ օրը ձերբակալվեց վաստակը։ Մի քանի ժամ հետո կամ մի ժամ հետո վերջին մեր խոսակցությունը այդ ժամանակ էր։ Եվ ինքը ինձ ասաց, որ զբաղված է հիմա չի կարող, հետո կզրուցենք։ Հետո մի քանի օր անց ձերբակալելուց ես WhatsApp-ում մենք բացի նրանց որ իրար հետ զրուցում էինք ուղիղ կապով նաև ձայնագրություններ էինք իրար ուղարկում եւ նկարներ, սկրինշոթեր տարբեր պարզեցի որ ոչինչ չի մնացել, ոչինչ չկա եւ միջև հիմա ինձ համար դա գաղտնիք է մեծ դա Ռուբենն է ջնջել թե արդեն երբ որ հեռախոսը հայտնվել է ադրբեջանցիների ձեռքում նրանք են ջնջել կամ օգտագործել հետո ես շատ մեծ ցավ է ապրում նրա համար, որտեվ դատարանի ժամանակ իմ եւ Ռուբենի վերջի հարցազրույցերից են դրվագներ ցույց տվել եւ դա էլ էր իր դեմ։ Հենց դա է ուզում հարցնել, արդյոք իր դեմ օգտագործվել է ինչ-որ մի բան, որ կար ձեր զրույցին։ Այդտեղ կային բառեր, որոնք որ կոնտեքստից դուրս էին հանել, ադրբեջանցի ռոպագանդիստները եւ օգտագործում էին։ Հենց մեր իմ եւ Ռուբենի վերջի հարցազրույցից, երբ որ Ռուբենը Ստեփանակերտում էր այստեղ, մենք այդպես ինտերնետի միջոցով կարողացանք հարցազրույց անցնել։ Ես ցավում եմ դրա համար,